Ասում են, մեր օրգանիզմը կառավարում են հորմոնները։ Գիշերային զրույցի այսօրվա հյուրը Երևանի բժշկական կենտրոնի գլխավոր էնդոկրինոլոգ, Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլզա Հայրապետյանն է, ում հետ մենք խոսենք հորմոններից, դրանց ազդեցություններից, հորմոնների խանգարումներից եւ կապը սեռական առողջության հետ։ Տիկին Հայրապետյան, բարի ուշ երեկո, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար, քանի որ բավականին ժամանակակից եւ պահանջված թեմա է այսօրվա մեր զրույցը, ես ինչ շատ պարտավորված եմ զգում, ինչու, որովհետև հեշտ է կարդալ բժիշկների համար եւ դժվար է այն լսարանի համար, ինչպիսին ընդհանրապես բնակչությունն է, քանի որ կան տարբեր կրթության անձնավորություններ, մարդիկ տարբեր աշխատանքի, պետք է փորձեմ ավելի պարզ եւ մատչելի լեզվով, ոչ բժշկական տերմիններ օգտագործելով այս բարդ հարցազրույցը անցկացնել ձեզ հետ միասին։ Լսում եմ ձեզ։ Տիկին Հայրապետյան, հորմոնները, ինչպես գիտենք, չափազանց կարևոր են։ Կուզենայի խոսենք ընդհանրապես հորմոններից, ինչ են ներկայացնում իրենցից հորմոնները եւ ինչ դեր ունեն մեր օրգանիզմում։ Հորմոնները, նախ խոսենք մեր էնդոկրին համակարգից, ինչպես հայերեն ենք ասում, ներզատիչ գեղձերի համակարգը։ Դրանք կան միայնակ օրգան է, կա զույգ օրգան է, շատ փոքր իրենց մասսայով, արտադրած նյութերը, որոնք անվանում ենք հորմոններ, դրանք շատ չնչին քանակով են արտադրվում, բայց ունեն ահռելի ազդեցություն մեր օրգանիզմում։ Այդ գեղձերը նախ կենտրոնական գեղձը գլխուղեղում տեղակայված մեր հիպոֆիզն է, նրանից վերև ավելի նեյրոներվային էնդոկրին ընդհանուր մի համակարգ, որը կոչվում է հիպոթալամուս, այնուհետև գտնվում է հիպոֆիզը, իսկ հետո արդեն իջնում ենք ավելի ներքև։ Վահանաձև գեղձը, որը ժողովրդի մեջ դրա խանգարումները հայտնի է որպես խպիպ կամ զոբ։ Այնուհետև ենթաստամոքսային գեղձը, որը արտադրում է ինսուլին եւ ցավոք սրտի դարի հիվանդությունը շաքարախտն է, այսինքն այդ գեղձի խանգարումների ժամանակ մենք ունենք շաքարախտ։ Այնուհետև գալիս է դրանից հետո գալիս են շատ կարևոր այսպես կոչված մակ երիկամները։ Խոսքն արդեն ասում է, որ դրանք երիկամներից զատ փոքր լոբաձև օրգաններ են, որոնք տեղակայված են երիկամների գագաթի շրջանում, եւ դրանք մեր ներզատիչ գեղձերն են, որոնք արտադրում են նույնպես կարևորագույն հորմոններ։ Եվ վերջապես տղամարդկանց մոտ ձվերը, կանանց մոտ ձվարանները։ Նրանք էլ պետք է ապահովեն մեր վերարտադրողական ֆունկցիան թե տղամարդու եւ թե կնոջ։ Պետք է ասենք, որ առանցին գեղձեր են ներզատիչ, բայց մեկը մյուսի հետ չափազանց կապակցված է։ Այնպես որ մեկի խաթարումը իր հետևից կբերի ոչ միայն հաջորդի, այլ նաև բոլորի խանգարումները։ Եթե ասենք, որ դրանք ինչպես նշեցի գլխուղեղում գտնվում է նրանց դիրիժորը, այսինքն կարևորագույն գեղձը մեր ներզատիչ, որը ղեկավարում է ներքևի մնացած ներզատիչ գեղձերին օրգանիզմում գտնվող, ինքնըստինքյան հասկանալի է, որ ամենափոքր խանգարումը նախ կենտրոնական ներզատիչ գեղձում, իսկ այնուհետև մնացած ներզատիչ գեղձերում դրանք խիստ փոխկապակցված են։ Մեր զրույցի ընթացքում մենք ավելի մանրամասն կանգառնենք այս թեմայի վրա։ Ես ինչու եմ սա ուզում նշել։ Մարդիկ, որոնք ունեն շաքարախտ, իրենք թվում է թե հեռու են, ենթադրենք ձվերի կամ ձվարանների տարբեր կարգի ֆունկցիոնալ խանգարումներից կամ նրանց արտադրած հորմոններից, կամ հակառակը, եթե ունի խպիպ, չի մտածում, որ այդ խպիպը կարող է անդրադառնալ դարձյալ սեռական գեղձերի վրա նրանց արտադրած հորմոնների քանակի կամ մակերիկամները, դրանք խիստ կապակցված են։ Ես անորից եմ նշում, որովհետև շատ հաճախ առանձին ներզատիչ գեղձերի հիվանդությունները կավարտվեն սեռական ներզատիչ գեղձերի, այսինքն տղամարդկանց մոտ ձվարանների, կանանց մոտ տղամարդկանց մոտ ձվերի, կանանց մոտ ձվարանների աշխատանքի վրա։ Մի խոսքով, ինչպես արդեն ասացինք, հորմոններից, ներզատիչ գեղձերից կարևորագույնը այսօրվա թեմայի հետ առնչվող, դրանք ձվերն են եւ ձվարանները կանանց մոտ, ձվերը տղամարդկանց մոտ։ Քանի որ նրանց արտադրածն էլ հորմոն է, եւ այդ հորմոնը որտեղ որ նա արտադրվում է, անցնում է արյան մեջ եւ ազդում է այլ օրգաններում, այսինքն արտադրվում է տեղում, ինչ որ տեղում նա հեռահար ազդեցություն ունի, քանի որ արյան միջոցով տարածվում է եւ ազդում է համապատասխան, այսպես ասած, բջիջ վերջույթների վրա, օրգանների։ Եվ մենք ստանում ենք այն, ինչ ստանում ենք։
մեր հորմոնների ներդաշրակ աշխատանքը խիստ կարևոր է առողջ օրգանիզմ ունենալու համար։ Արյան ճնշումը կլինի, հավելյալ ճարպ կլինի, թե չի լինի, մեր կերածը լրիվ կյուրացվի, կդառնա էներգիա, թե չի յուրացվի, այսինքն այս բոլորը իրար հետ միասին ստեղծում են մեր առողջ օրգանիզմը, արյան նորմալ շրջանառությունը և մեր նյութափոխանակությունը։ Թվում է, թե սեռական հորմոնները ընդհանրապես իրենցից ներկայացնում են սեռը բնորոշող սեռական ֆունկցիաները ապահովող նյութեր, բայց առաջին հերթին դրանք ազդում են խիստ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա, առաջին հերթին։ Այնպես որ տղամարդկանց սեռական հորմոնները, որի գլխավոր դերակատարը տեստոստերոնն է, ինչպես մենք ենք անվանում, տեստոստերոնը խիստ ազդեցություն ունի օրգանիզմի նյութափոխանակության վրա։ Եվ պատահական չէ, որ տեստոստերոնի քանակի իջեցումը իր հետևից բերում է ճարպի կուտակման։ Այսինքն, եթե տեստոստերոնի քանակը իջնում է, աստիճանաբար դանդաղում է նյութափոխանակությունը, հետևաբար կերած էներգիան կուտակվում է ճարպի ձևով։ Նույնը վերաբերվում է կանանց, երբ որ նրանց էստրոգենները բավարար չեն։ Մի խոսքով, առաջին հերթին սեռական հորմոնները դրանք նյութափոխանակային հորմոններ են, հետո կգա նրանց գլխավոր ֆունկցիան, այսպես ասած, այսինքն որոնք ապահովի սեռական տարբեր հատկանիշները, ակտիվությունը, խանգարում եւ այլն եւ այլն։ Տիկին Հայրապետյան, եկեք խոսենք տեստոստերոնի դերի մասին։ Այսօր բավականին շատ են այն պացիենտները, վստահ եմ ձեր պրակտիկայում եւս, որոնք նույնիսկ երիտասարդ տարիքում արդեն ունեն տեստոստերոնի պակաս։ Որն է տեստոստերոնի հիմնական դերը եւ նրա կարեւորությունը հատկապես սեռական առողջության պահպանման հարցում։ Տեսեք, տեստոստերոնը արտադրում է եւ կանանց եւ տղամարդկանց մոտ։ Մինչեւ ասելը հորմոնը ու մոտ ինչքան է, բնականաբար, քանի որ դա արական սեռական հորմոն է համարվում, տղամարդկանց մոտ դրա քանակությունը ավելի շատ է, կանանց մոտ ավելի քիչ եւ ընդհակառակը կանանց մոտ էստրոգենները, այսինքն նրանց հիմնական հորմոնը կանացի ավելի շատ է, քան տղամարդկանց, բայց կոդավորված օրգանիզմը դա արտադրում է։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, շատ հետաքրքիր շղթա է։ Այդ այսպես կոչված մենք բժիշկներս անվանում ենք խոլեստերինային օղակ, այդ նյութը, որից պետք է ստեղծվեն հորմոնները։ Այդ օղակը սկզբից առաջանում է կանանց սեռական մի հորմոնով, որտեղ կանայք ունեն երկու կարգի՝ պրոգեստերոն եւ էստրոգեն։ Տեսեք, առաջանում է պրոգեստերոնը, պրոգեստերոնից սինթեզվում է տղամարդու սեռական հորմոնը, տեստոստերոնը, հետո նոր տեստոստերոնից ստեղծվում է էստրոգենը։ Այսինքն, եթե մենք այս ճանապարհին ունենանք որևէ օղակում խաթարում, կստացվի այնպես, որ եթե տեստոստերոնից շատ էստրոգեն սինթեզվի տղամարդու մոտ, նրա մոտ աստիճանաբար կանացի հատկանիշների հայտ կգան եւ սեռական ֆունկցիան կիջնի, քանի որ տղամարդու հիմնական սեռական հակվածությունը, առողջությունը եւ այլն ապահովված է հենց տեստոստերոնով։ Տարբեր հիվանդագին վիճակներում կարող է տեստոստերոնը ավելի շատ էստրոգեն դառնա կանացի հորմոն տղամարդու մոտ։ Եվ ընդհակառակը կնոջ մոտ ավելի շատ տեստոստերոն մնա քիչ դառնա էստրոգեն։ Եվ կանանց մոտ կլինի խանգարումներ կլինեն, եւ տղամարդու մոտ էլ իրեն հերթին կլինի խանգարում։ Այսինքն կանանց մոտ էստրոգենը, կանացի իսկական հորմոնը կպակասի, բնականաբար դա կանդրադառնա թե վերարտադրողական ֆունկցիայի վրա եւ թե այլ օրգանների աշխատանքի վրա։ Տղամարդու մոտ էլ հակառակը, տեստոստերոնը կպակասի, դա նրա սեռական, այսպես ասած, դաշտի վրա կազդանա, սեռական առողջության, այսպես ասած, բացի դրանից նրա մոտ արդեն դա կանդրադառնա նաև թե արյան շրջանառության վրա, թե նյութափոխանակության վրա, երբ որ նրա քանակը քիչ է։ Մի խոսքով, տեստոստերոնը մեր հիմնական տղամարդկային հորմոնն է, բայց պետք է ասեմ, որ ինչպես քիչ առաջ նշեցի, գլխուղեղում մեր կենտրոնական հորմոնը հիպոֆիզը արտադրում է երկու կարևորագույն հորմոններ, որոնք պետք է ապահովեն ներքևում ձվի աշխատանքը նորմալ, որպեսզի նա նորմալ քանակի տեստոստերոն տա, դա ֆոլիկուլոստիմուլացնող հորմոնն է, խթանիչ, ինչպես մենք բժշկական տերմին է թարգմանել բառը հնարավոր չի, եւ լյուտեինիզացնող հորմոնը։ Այս երկու հորմոնների քանակն էլ է շատ կարևոր, որպեսզի մենք ունենանք նորմալ տեստոստերոն։ Հիմա գնանք այն հանգամանքին, որ երեխան ծնվեց։ Մինչև սեռական հասունացումը, իհարկե,
աղջիկն ու տղան արտակնապես չեն տարբերվում։ Ես նկատի չունեմ սեռական օրգանով, նկատի ունեմ ամբողջ մարմնակառուցվածքով, չեն տարբերվում։ Տարբերությունը սկսվում է աստիճանաբար եւ սկսվում է սեռական հասունացումը։ Տղաների մոտ սեռական հասունացումը սկսվում է այն հանգամանքից, որ առաջին հերթին քիչ առաջ որ ասացի մակերիկամը, երիկամների վրա երկու զույգ օրգանները սկսում են արտադրել տղամարդկային հորմոններ, բայց դա տեստոստերոնը չի, դրանք կոչվում են անդրոգեններ, տղամարդկային հորմոններ, նրանց ազդեցության տակ սկսում է զարգանալ ձուն աստիճանաբար զարգանալով սկսում է արտադրել արդեն տեստոստերոնը եւ մնացած զարգացումը մինչեւ ավարտվում է սեռական հասունացումը, այստեղ արդեն աշխատողը տեստոստերոնն է։ Այսինքն հիմնական հորմոնը տեստոստերոնն է, բայց ինչպես քիչ առաջ ասեցի, մակերիկամների կողմից արտադրվող անդրոգենները, տղամարդկային հորմոնները նույնպես ազդում են տղամարդու վրա եւ ապահովում են, լուծում են, այսպես ասած, բազմաթիվ հարցեր տղամարդու սեռական ֆունկցիայում։ Հիմա ինչ է ստացվում, երբ որ տեստոստերոնը պակաս է։ Դա նախ եթե ասենք երեխաների մոտ կարող է առաջանալ հենց այդպես ծնվի բնածին դեֆեկտով այդ օրգանի ձվարանի նկատի ունեմ 1. Երկրորդը կարող է երեխան հիվանդանա փոքր հասակում տարբեր կարգի ինֆեկցիոն հիվանդություններով եւ դա կարող է ձվին շարքից հանել, դեռ չհասունացած ձուն արդեն պիտանի չէ, ինչպես ժողովրդի մեջ շատերը գիտեն, չէ՞, խոզուկ հիվանդության առաջացնող վիրուսը աղտահարում է ձուն։ Ինքը ինչ որ հատուկ տեղակայում ունի դեպի ձուն եւ ցավոք սրտի հետագայում հանգեցնում է անպտղության, այո։ Եվ եթե դրանց կամ տրավմա ունենա երեխան կարող է։ Այսինքն դա նշանակում է, երբ կգա սեռական հասունացման տարիքը չկա բավարար քանակում տղամարդկային հորմոնները, տղան ձայնը կմնա բարձր աղջկական ձայն։ Երկրորդային սեռական հատկանիշները նրա մոտ չեն, այսինքն մկանային հյուսվածքը ավելի ծավալուն է դառնում, ձևավորվում է, չէ՞, եւ ամենակարևորը մազային ծածկույթը համապատասխան դեմքի վրա անոթափոսերում եւ այլն։ Այսինքն ինչ հատուկ է տղաներին, արդեն չի լինի։ Արդեն չզարգացավ։ Իսկ եթե ամեն ինչ նորմալ հարթ է ընթացել, սեռական հասունացումը կայացել է, մենք ունենք արդեն ձևավորված երիտասարդ, նրա մոտ կարող են սեռական խանգարումներ լինել այս կամ այն հիվանդությունների հետևանքով, այս կամ այն հիվանդության պատճառով հենց սեռական ձվի ախտահարման հետևանքով եւ այլն։ Սա արդեն մենք կունենանք, ինչպես մենք ենք անվում, էրեկտիլ դիսֆունկցիա, որը կընդգրկի տարբեր, այսպես ասած, պահեր սեռական առողջության մեջ, քիչ հետո դրան կանդրադառնանք։ Մի խոսքով տեստոստերոնի պակասը, որը կարող է լինել տարբեր հիվանդությունների հետևանքով կամ կարող է լինել ընդհանրապես հենց ձվի ախտահարումով։ Բայց մենք այլ հիվանդություններ էլ ունենք էնդոկրին, որը կարող է ընթանալ տեստոստերոնի անբավարարությամբ։ Առաջինը դա հիպոգոնադիզմն է, որի մասին ես արդեն խոսեցի։ Այսինքն հիպոգոնադիզմ նշանակում է գոնադը սեռն է, հիպոն ցածր է, այսինքն սեռական զարգացումը թերի է։ Չի արտադրում ձուն, թե չի արտադրում կենտրոնը, դրանք տարբեր կարգի են։ Այո։ Ի վերջո մենք ունենք սեռական հորմոնների անբավարարություն։ Երկրորդը, որի մասին ես կուզենայի անպայման նշել, վահանաձև գեղձի հիվանդություններն են։ Մեր վահանաձև գեղձի հիվանդությունները։ Մեր յուրաքանչյուր ներզատիչ գեղձը կարող է ունենալ նորմալ ֆունկցիա, կարող է ունենալ բարձր ֆունկցիա, որի անունը կդնենք տոքսիկոզ, տոքսիկ խպիպ, այսինքն թունավոր խպիպ, եւ ընդհակառակը ցածր ֆունկցիա։ Դա այն դեպքում է, երբ որ խպիպը զարգացած է եւ մենք տալիս ենք հիվանդին փոխարինող թերապիա, այսինքն հորմոնը ինչքան քիչ է, այնքան տալիս ենք։ Հիմա պարզվում է, որ առանց վահանաձև գեղձի հորմոնի նորմալ քանակի ոչ ձուն կարող է լիարժեք աշխատել տղամարդկանց մոտ, ոչ էլ ձվարանը կնոջ մոտ։ Եվ շատ հաճախ, քանի որ Հայաստանում ենք ապրում, եւ մեր Հայաստանում շատ տարածված են վահանաձև գեղձի ախտահարումները, թե յոդի պակասից եւ թե աուտոիմուն տարբեր կարգի խանգարումներից տարածվածություն ունեն, մենք շատ հաճախ ունենք վահանաձև գեղձի անբավարարություն։ Ցավոք սրտի բոլորը չեն, որ հետազոտվում են, որ դա մեջտեղ բերեն, որտեղ դրանցից շատերը վահանաձև գեղձի ախտահարումները իր թույլ շրջանում դեռ ախտանիշներ չունի, որով մարդը դիմի բժշկի, բայց արդեն հորմոնալ մակարդակով խանգարումը կա եւ դա կարող է բերել սեռական անբավարարության։ Արդեն դա կարող է բերել ձվի կողմից տեստոստերոնի արտադրության քչացման։ Եվ ընդհակառակը, եթե ունենք թունավոր խպիպները դրանք աուտոիմուն պրոցես են, իմուն համակարգի խանգարում, իսկ իմուն համակարգի խանգարումը լիարժեք կարող է բերել ձվի
տղամարդու ձևի խանգարման եւ տեստոստերոնի անբավարարության։ Երրորդ հիվանդությունը, որը էնդոկրին գեղձի հետևանքում է, դա պրոլակտինոմաներն են։ Երբ որ մենք ունենք հիպերպրոլակտինեմիա, ինչ է դա։ Պրոլակտինը այն հորմոնն է, որ կնոջ մոտ արտադրվում է կաթ արտադրելու համար կնոջ կրծքագեղձը եւ երեխային պետք է կերակրի, այսինքն հղիության ընթացքում այդ հորմոնի քանակը բարձրանում է, հղիությունից հետո կաթ է արտադրվում եւ երեխային կերակրում, սա նորմալ ֆիզիոլոգիական process է, բայց պրոլակտինը ինքը արգելակող ազդեցություն ունի սեռական հորմոնների վրա, կանանց մոտ ձվարանի վրա, տղամարդու մոտ ձվի վրա, այսինքն եթե պրոլակտինը բարձր է, ցավոք սրտի դա կարող է լինել տղամարդու մոտ էլ եւ կարող է լինել հետևանքի հիպոֆիզի փոքր ուռուցքների, որոնք այդպես էլ կարող են չախտորոշված մնալ կամ շատ խորը հետազոտման դեպքում հայտ բերենք, իհարկե կա դեղորայք, որով մենք կարող ենք բուժել, բայց ցավոք սրտի այդ տղամարդիկ, որոնք ունեն բարձր պրոլակտինի քանակություն, սկսում են նրանց մոտ կրծքագեղձերը զարգանալ, ճարպը կուտակվել, իսկական կրծքագեղձի հյուսված կուտակվել, այսինքն մեծանում են կրծքագեղձերը։ Տղամարդը անհարմար է զգում շատ հաճախ դիմելու բժշկին, որն էլ նրա սխալն է, որովհետև ժամանակին ախտորոշվելու դեպքում բժիշկներս կարող ենք նրան օգնել։ Հակառակ դեպքում դրան հետևում է սեռական ֆունկցիայի խանգարումները, անկումը, ես կասեմ։ Հաջորդ էնդոկրին խանգարումը, որ կարող է բերել սեռական ֆունկցիայի անկման, շաքարախտն է։ Սա լուրջ եւ մեծ թեմա է եւ ես կարծում եմ մենք մի առանձին հաղորդում պետք է դրան նվիրենք, քանի որ այստեղ շատ ասելու բան կա, այսօր մեր ժամանակը չի բավարարի։ Շաքարախտի ժամանակ նույնպես մենք ունենում ենք ձվերի կամ կանանց մոտ ձվարանների ֆունկցիայի խանգարումներ եւ վերջապես 5-րդը, որի մասին կուզենայի ասել, դա ստրեսի հորմոնն է մեր օրգանիզմի, դա կորտիզոլն է, որը արտադրում են մեր մակերիկամները, որոնք մեզ այդ հորմոնը զերծ է պահում ստրեսի պահին, հակառակ դեպքում մենք անհատին կկորցնենք, ճնշումը կընկնի յուրաքանչյուր ստրեսից, բայց հատուկ այդ հորմոնը արտադրվում է մեծ քանակությամբ ստրեսի պահին եւ մեզ զերծ է պահում, այսպես ասած, դրանից, բայց այդ նույն կորտիզոլի հիմքով առաջանում են սեռական հորմոնները, այսինքն եթե ստրեսի պահին մեծ քանակությամբ կորտիզոլ է արտադրվում, դեռ ստրեսը ոչինչ, հիմա եղավ, մի քիչ հետո կանցնի, դե իհարկե շատ անհատական է, մեկը 5 րոպե հետո է ստրեսը հաղթահարում, մեկն էլ օրեր շարունակ չի հաղթահարում, մեկն էլ խորը դեպրեսիայի մեջ անգնում, ես ի նկատի ունեմ ընդհանրապես ստրեսը, որը կարճատև է, բայց բացի ստրեսից, եթե խոսենք քրոնիկական ստրեսի մասին, այսինքն մարդը, որ հաճախ է ենթարկվում այդպիսի տագնապների, կամ արդեն այդ մակերիկամի օրգանն է հիվանդ եւ արտադրում է շատ կորտիզոլ, բոլոր դեպքերում մենք ունենք գերքանակը այդ հորմոնի, միանշանակ դա բերում է տեստոստերոնի քանակի իջեցման։ Այսինքն ունենալով մակերիկամի հիվանդություն, մենք կարող ենք ունենալ սեռական անբավարարություն։ Դրա մեջ կարող է մտնել էրեկցիլ դիսֆունկցիա, սեռական ցանկության բացակայություն, էրեկցիայի խանգարումներ եւ այլն, ի վերջո դա կարող է վերջանալ անպտղությամբ։ Սրանք 5 հիվանդություններն են մեր ներզատիչ գեղձերի, որոնք կարող են ավարտվել վատ բաղճան ունենալ ձվերի կամ ձվարանների վրա։ Հորմոնային համակարգի վիճակից կախված է նաև տղամարդու սեռական առողջությունը եւ եթե կա հորմոնային որոշակի խնդիր, վաղ թե ուշ դա անդրադառնում է նաև տղամարդու սեռական առողջության վրա, բերելով տարբեր տեսակի սեռական գանգատների։ Որպես կանոն, հաճախ իհարկե տղամարդիկ գանգատվում են պոտենցիայի խանգարումից եւ վաղաժամ սերմնաժայթքումից։ Սակայն դա նույնպես շտկելի է եւ այդ հարցում մեզ կարող է օգնության գալ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր տադաֆորտ եւ դապոքսեցին դեղամիջոցներով։ Տադաֆորտ դեղամիջոցը նախատեսված է պոտենցիայի խանգարման համար եւ ունի 2 դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ եւ նախատեսված է այն օգտագործել տարբեր իրավիճակներում։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման պարագայում, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության դեպքում։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ իր ազդեցությունը պահպանում է 36 ժամվա ընթացքում, այսինքն տղամարդը կարող է ունենալ նույնիսկ կրկնակի սեռական հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բուժող բժիշկը պարտավոր է իրազեկել պացիենտին։ Մյուս դեղամիջոցը դապոքսեցինն է, որը նույնպես ունի 2 դոզավորում՝ 30 եւ 60, թե որ դոզավորումը կընտրի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ խորությունից։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն, հատկապես տադաֆորտի հետ
միասին օգտագործման ժամանակ եւ ժամանակի ընթացքում տղամարդը նկատում է, որ սեռական ակտի տևողությունը սկսում է երկարել։ Երկու պրեպարատի միաժամանակյա օգտագործման պարագայում հնարավոր է կարճ ժամանակահատվածում բարելավել տղամարդու սեռական առողջությունը։ Տիկին Հայրապետյան, իհարկե շատ հետաքրքիր է ձեզ լսելը, հատկապես դիպուկ համեմատությունները։ Կասեք, խնդրեմ, տեստոստերոնը բացի նշյալ թիրախ օրգաններից եւ սեռական խնդիրներից սրտի վրա ինչպես կարող է ազդել, նյութափոխանակության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, որովհետեւ հանրահայտ է, որ օրգանիզմը հատկապես էնդոկրին համակարգը միասնական է գործում։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, նախ եւ առաջ տեստոստերոն ինքը մենք համարում ենք անաբոլիկ, դա բժշկական տերմին է, այսինքն անաբոլիկ ազդեցություն դա նշանակում է նյութափոխանակությունը խթանող ազդեցություն։ Դա նշանակում է, եթե ունենք բավարար քանակի տեստոստերոն, այսինքն առողջ տղամարդ, նա ճարպակալը չի առաջի հերթին։ Նա չի թույլ տալիս տեստոստերոնը, որ ճարպ կուտակվի, մեկ։ Երկրորդը, տեստոստերոնը բավարար քանակով ապահովում է սիրտանոթային համակարգի նորմալ աշխատանքը։ Այսինքն մենք չունենք զարկերակային ճնշում բավարար տեստոստերոնի դեպքում, մենք ունենք սրտի լիարժեք աշխատանք, որովհետև եթե կա տեստոստերոն, օրգանիզմում գոյանում է բավարար քանակի էներգիա, իսկ սիրտն ինչ է? Էներգիա խլող, տանող ամենամեծ օրգաններից մեկը, առաջինը մեր ուղեղն է, որտեղ մեր ստացած էներգիայի 90%-ը վատնում է մեր ուղեղը։ Նոր մնացածը թողնում է սրտին եւ հետո մնացած օրգաններին, այսինքն ոչ մի տակ ինչ մնացածին։ Այսինքն եթե մենք չունենք բավարար քանակի էներգիա, միանշանակ դա շաքարախտն է, երբ որ գլյուկոզան չի յուրացում եւ մենք ունենք էներգիայի պակաս, տվյալ դեպքում տեստոստերոնը խթանում է նյութափոխանակությունը, բարձրացնելով բոլոր նյութերի այրումը։ Նա անաբոլիկ ազդեցություն ունի, բնականաբար նրա նորմալ քանակը լավ ձևով կանդրադառնա սրտի վրա, թոքերի վրա, մեզական օրգանները, այս լյարդը, բայց եթե դրա քանակությունը քիչ է, իր հետևից կգա ընդհանուր նյութափոխանակության դանդաղումը կբերին էներգիայի քիչ քանակի առաջացում, դա հավասարաչափ կանդրադառնա բոլոր օրգանների վրա։ Իսկ եթե արդեն այդ օրգաններից մեկը ախտահարված է այլ մի որևէ հիվանդությամբ, բնականաբար վրան կավելանա ինչը, էներգիայի պակասը եւ ձեր նախորդ հիվանդությունը սրտային կրկնապատկվեց, եռապատկվեց իր բարդություններով եւ իր ծավալով։ Այսինքն տեստոստերոնը տղամարդու համար կարևորագույն է ոչ միայն սեռական հատկանիշները, սեռական ցանկությունը, նրա ֆունկցիան, սեռական առողջությունը, վերարտադրողականությունը պահպանելու համար, այլ ընդհանուր օրգանիզմի առողջության համար տղամարդու կարևոր է ունենալ նորմալ քանակի տեստոստերոն։ Ինչպես արդեն նշեցինք, հորմոնային համակարգը ունի չափազանց կարևոր նշանակություն մեր օրգանիզմում։ Հորմոնները անմիջապես ազդում են մեր վարքագծի, մեր մտքերի, մեր սեռական ցանկության վրա, բայց պարզվել է, որ հորմոնները նաև ազդում են մաշկի առողջության վրա։ Այո, մաշկի խնամքը մեծապես կախված է հորմոնների վիճակից, նրանց մակարդակից եւ հորմոնային խանգարումները հաճախ հանգեցնում են նաև մաշկային տարբեր խնդիրների։ Որպեսզի մաշկը լինի առողջ, մեզ կարող է օգնել այդ հարցում մեր հաղորդման գործընկեր Skin ընկերությունը, որն առաջարկում է կոսմետոլոգիական եւ մազահեռացման պրոֆեսիոնալ սարքերի մեծ տեսականի։ Սարքերն ունեն բարձր արդյունավետություն եւ ապահովում են մշտական արդյունք։ Մազածածկույթը վերացնելուց բացի, սարքերը բարելավում են մաշկի որակը, վերացնում անհարթությունները, վերականգնում էլաստիկությունն ու գույնը։ Սարքը ձեռք բերելիս փորձառու բժիշկ մաշկաբանի կողմից անցկացվում է նաեւ ուսուցում, որի ընթացքում դուք կսովորեք սարքի առանձնահատկություններն ու կիրառման ճիշտ եղանակները։ Գործել 25 տարի եւ շուկայում մշտապես մնալ առաջատար։ Սա արդեն խոսում է որակի ու հաճախորդների գոհունակության մասին։ Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Տիկին Հայրապետյան, երբ մարդը կարող է կասկածել, որ ունի հորմոնային խնդիր, մասնավորապես սեռական հորմոնների հետ կապված, եւ այդ դեպքում ինչ հետազոտություններ պետք է անցնել։ Դուք շատ լավ հարց տվեցիք, բայց մարդը ինքը իմանալը դեռ քիչ է։ Իմանալուց հետո ինչ է պահանջվում, որ նա գնա բժշկի։ Ցավոք սրտի, մեր հայկական մտածելության, մտածելակերպի մեջ չգիտես ինչու ամոթ է համարվում խոսել սեռական օրգանի մասին։ Սրտի մասին, թոքի մասին, բոլոր լյարդի մասին նա բացահայտ կխոսի, բոլորի մոտ կխոսի, թե բժշկի մոտ կդիմի, երբ որ անհանգստացնում է, ճնշումը բարձր է եւ այլն։ Բայց հենց որ բանը հասնում է սեռական օրգանի անբավարարությանը,
Նա չգիտես ինչի խուսափում է նախ եւ առաջ բժշկից, առաջինը բժշկին պետք է, նրա բարեկամը տվյալ դեպքում առաջինը բժիշկը պետք է լինի, նա բժշկին չի գնում, գտնում է մի մոտիկի, ընկեր կլնի, թե հարևան կլնի, թե բարեկամ կլնի, կարևոր չի, բժշկությունից հեռու մեկին սիրտը բացում է, էլի ասում է, որ ինչի ինչ որ էր, դե հիմա արի, խորհուրդը կստանա ինչ որ չափով, ինչ որ ձևի, եւ բաց կթողնվի ցավոք սրտի այն ժամանակահատվածը, որ եթե նա ժամանակին, երբ սկսվում է սեռական թուլությունը, սեռական ցանկության բացակայությունը, սեռական ակտի անբավարարությունը, կամ էլ չեմ ասում անպտղությունը, երբ որ արդեն անպտուղ է, երբ որ արդեն կինը, տղամարդը, ընտանիքը ուզում է երեխա ունենալ, արդեն գնում են բժշկի միասին ձեռք-ձեռքի բռնած, բայց երբ որ միայն տղամարդու մոտ է դա սկսվում, իսկ ցավոք սրտի դա սկսվում է եւ ցավոք սրտի բավականին վաղ ճիշտը պետք է խոսենք, 35 տարեկանից արդեն սեռական հորմոնը տեստոստերոնը 1-2%-ով տարեկան պակասում է։ Եթե հասնենք 50 տարեկան պակասելով 1-2%, 50 տարեկանում արդեն բավականին պակաս է։ Եթե խոսենք այն մասին, որ այդ տարիքում շատ հաճախ կան ստրեսներ, տագնապային իրավիճակներ, դեպրեսիվ պահեր, սրանք բոլորը բերում են տեստոստերոնի ընկճման, բերում են։ Եվ տղամարդը ինքն իր մեջ ոնց որ ավելի է ստրեսի ենթարկվում եւ որը կարող է երկարատև տևելուց, ասենք օրեր, ամիսներ, բնականաբար դեպրեսիայի կբերի։ Թե ամաչում է իր կնոջից, որ իրեն մոտ տղամարդկային հատկանիշները ինչ որ չափով բավարար չեն, մյուս դեպքում ինքը իրենից։ Մի խոսքով, վատը դա է, որ ժամանակին անմիջապես բժշկին դիմելու, իսկ երբեմն էլ ուզում են բժշկին դիմեն, բայց չգիտեն որ բժշկին դիմեն, գնան ընտանեկան բժշկին պատմեն, նակին է, ինչպես պատմի։ Ցավոք սրտի այդ ամոթի, այսպես ասած, ես շակերտի մեջ կդնեի այդ բառը տվյալ դեպքում, մարդը հիվանդ է եւ պետք է բուժվի։ Եվ ով պետք է բուժի, բնականաբար բժիշկը։ Դիմի ուրոլոգին, կասկածում է, ինչքանով ճիշտ կստացվի կամ կկարողանա, թե չէ, դա մեզի հետ չի կապված, այսպես, չգիտես ինչի մարդկանց մեզ տարածված է, որ եթե դա ուրոլոգի, ուրեմն միզային խնդիրների դեպքում պետք է գնալ նրա մոտ կամ երիկամային խնդիրների, բայց ոչ սեռական։ Սեքսոպաթոլոգ հասկացողությունը դեռ շատ չի նստած մեր ժողովրդի մեջ, եւ ձեր հաղորդումները շատ ճիշտ են ընտրված մարդկանց ուղղորդելու, որ եթե ունեն հիվանդություն, ում դիմեն։ Իհարկե ցանկալի է սեքսոպաթոլոգին, բայց որպես օրենք, եթե կա սեռական ֆունկցիայի անկում, թուլացում եւ այլն, դա պետք է անպայման սեքսոպաթոլոգը բուժի էնդոկրինոլոգի հետ միասին, որովհետեւ այդ անհատը պետք է մանրամասն հետազոտվի առաջին հերթին ներզատիչ գեղձերի կողմից, իսկ հետո գալ մնացած հետազոտություններին, եթե կստացվի, որ բոլոր ներզատիչ գեղձերը իդեալական վիճակում են։ Քանի դեռ ներզատիչ գեղձերը չեն ուսումնասիրված, իսկ ձուն ինքը ներզատիչ գեղձեր չէ, քիչ առաջ ասացի, ուրեմն ինչ ենք բուժելու, ով է բուժելու։ Այսինքն էնդոկրինոլոգը այստեղ խիստ պարտադիր բժիշկ է։ Եվ եթե ճիշտ ընտրվի թե բժիշկը եւ թե հետազոտությունները, բնականաբար հարցը կարող է ժամանակին լուծում ստանալ։ Ինչը կա ամենակարևոր պայմանն է։ Ինչը ամենակարևորն է, այո։ Նույնիսկ ավելին ասեմ, գիտեք, անպայման չի մի մեծ ճարպակալում 30 կիլո ավել քաշ, որ մենք ունենանք այս խնդրը։ Նույնիսկ ամենափոքր կճարպի կուտակումը արդեն կարող է ինքը բերել սեռական ֆունկցիայի անկման կամ արդեն սկսված սեռական ֆունկցիայի անկումը բերի ճարպի կուտակման։ Եվ թաքցնելով ավելի է վատանում վիճակը։ Ճարպն է շատանում, իսկ հետո ճարպը հակառակ ձևով ընկճում է տեստոստերոնին։ Եվ ստացվում է մի փակողակ, որտեղից դուրս գալը արդեն շատ բարդ է ստացվում, որովհետև դրան վաղը միանում է շաքարախտը իր հետևից բերում է, իսկ իմիջիալից ես պետք է ասեմ, այսօր ամբողջ աշխարհում շատ հետաքրքիր մի ստատիստիկա կա։ Գտնում են, որ ամեն մի հայտնաբերված շաքարախտով ախտորոշված հիվանդին ընկնում է մեկ չախտորոշված։ Այսինքն մեր ազգաբնակչության, եթե հաշվենք Հայաստանի Հանրապետությունը մոտ 100,000 գրանցված շաքարախտով հիվանդ կա, ուրեմն մի այդքան էլ կա, որ չգիտի, որ շաքարախտ ունի, որտեղ բոլորը չեն առավոտյան գնում շաքար, եւ մինչեւ որ առավոտյան խախտվի, արդեն 5-ից 8 տարի լինում է խախտված գլյուկոզայի յուրացումը։ Եվ այսօր ապացուցված է, որ նույնիսկ դեռ չկա այդ այսպես ասած արտահայտված շաքարախտ հիվանդությունը որպես այդպեսին, բայց արդեն ունեն գլյուկոզայի յուրացման խանգարումներ, եւ սա արդեն բավական է, որ 37, 38, 40 տարեկան երիտասարդը ունենա սեռական ֆունկցիայի խանգարումներ, էրեկցիլ դիսֆունկցիա, ինչպես մենք ենք ասում, ցանկության թուլացում, բացակայություն, էրեկցիայի խանգարումներ եւ այլն, բավարարվածության, անբավարարվածություն եւ այլն։ Հա, մեր հորմոնները որոնք են՝ տեստոստերոն, էստրոգեն
ինչպես արդեն ասացինք, լյուտեինիզացնող հորմոն, ֆոլիկուլիզացնող Պրոլակտին. պրոլակտին եւ մի շատ կարևոր հորմոն, որի մասին կուզենայի համենայն դեպս երկու խոսք ասեմ, դա օքսիտոցինն է։ Օքսիտոցինը, որը արտադրվում է բարձրագույն նեյրոէնդոկրին օրգանում հիպոթալամուսում։ Օքսիտոցինը կանանց շատ է հարգավոր, հակառակ դեպքում դաշտանից հետո եւ այլն մենք կարող ենք ունենալ արյունահոսություններ, քանի որ նա կրճատում է մկանաթելերը, բայց օքսիտոցինը շատ հետաքրքիր հորմոն է, ճակերտների մեջ նա անվանում է սիրո հորմոն, մերձեցման հորմոն, գրկախառնության հորմոն։ Ինչու այդքան այսպես ասած անվանումներ այդ հորմոնին, որովհետև օքսիտոցինն է, որը բերում է սիրո եւ մերձեցման տղամարդու եւ կնոջ։ Այսինքն եթե մենք օքսիտոցինի հետ մի փոքր խնդիր ունենանք, ուրեմն մենք ունենանք արդեն այդ ասպես ասած մերձեցման տղամարդու եւ կնոջ հարաբերությունների խորացման զարգացման, որը կարող է վերջանալ սեռական ակտով, սա արդեն ուրիշ թեմա է, բայց ուզում եմ ասեմ դրանից սկսվում է սեռական գրգիռները եւ այլն, փաղաքշանքները եւ այլն։ Ինչու են կանայք ավելի շատ Հայաստանում համարվում ավելի ռիգիդ, այսինքն ավելի կայուն, որտեղ ցավոք սրտի ագրեսիան տղամարդկանց անտարբերությունը ընդհանրապես կնոջ խնդիրների հանդեպ, այո, վախը, չցանկացած հղիության, լարվածությունը, հիշողությունները, 3 առաջ օրվա ամուսնու հետ ունեցած վեճեր անդրադառնում են կնոջ սեռական ցանկության վրա եւ դրանք ընկճվում են։ Իսկ հետո ման են գալիս թե ինչ եղավ։ Ինչու է կինը անտարբեր, ինչու է կինը մերժում տղամարդուն։ Ոնց չմերժի, երբ որ արդեն այդ ցանկությունը չկա, ցանկությունն ով վերածեց հենց նույն տղամարդը, ով պետք է ստեղծեր այդ ցանկությունը, չէ՞։ Տիկին Հայրապետյան, որոնք են այն հիմնական խորհուրդները, հատկապես օրինակ քնի ռեժիմի, սննդի առումով կարգավորելու եւ արդյոք հնարավոր է առողջ ապրելակերպի միջոցով հնարավոր է արդյոք կարգավորել հորմոնալ ֆոնը առանց դեղորայքի օգտագործման։ Իհարկե միանշանակ։ Առաջին հերթին ինչ էր հարկավոր մեզ նորմալ կյանքի, կենսունակության եւ այլն կորեկցիա, կարգավորում կյանքի ապրելու որակի, ապահովելու որակը։ 1. Երկրորդը 7-ից 8 ժամ, գոնե 6-ից 7 ժամ քունը շատ կարևոր է, որպես առավոտյան արթնանալ թարմ եւ այլն, աշխատունակ։ Չարաշահումը ալկոհոլի։ Երբ ալկոհոլը տղամարդն օգտագործում է, իրեն թվում է փիղ։ Ինքը ամեն ինչի ընդունակ է, իրականում ամեն ինչ թուլացավ ու վատացավ, եւ ալկոհոլը քրոնիկական ձևով օգտագործումը շատ կարևորագույն պայմաններից մեկը է սեռական ֆունկցիայի անկման։ Ցավոք սրտի չեմ պատկերացնում խմող տղամարդիկ։ Իհարկե ծխել է նույնպես, որովհետև սեղմում է անոթները, այնինչ նորմալ սեռական ակտի համար մեզ հարկավոր է, որ այդ անոթները լինեն լեցվեն արյունով եւ այլն։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը եւ վերջապես ստրեսները, այսինքն էմոցիոնալ ֆոնը ստրեսային պետք է կորեկցիա ենթարկի։ Ամեն մարդ կարողանա իր օրգանիզմը ղեկավարել, ամեն մի ստրեսին չի ենթարկվի։ Այսինքն փորձի հաղթահարել դա, որովհետեւ ցավոք սրտի քրոնիկական ստրեսները նույնպես բերում են սեռական թուլության։ Եվ ստացվում է, որ առանց մինչև դեղորայքների, մինչև բժշկի, առողջ ապրելակերպը, մեր պսիխոէմոցիոնալ համակարգի կարգավորումը, վնասակար սովորություններից խուսափելը, սպորտով եւ ֆիզկուլտուրայով զբաղվելը, առողջ քունը արդեն բավարար են լինելու համար ոչ միայն սեռական առողջություն ունենալ, այլ ամբողջ օրգանիզմը որպեսզի լինի առողջ։ Այդ թվում է ինքնըստինքյան սեռական ֆունկցիան կլինի բավարար։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր, հագեցած ուսուցանող հարցազրույցի համար, համոզված եմ այս թողարկումից հետո մեր հետևողները նախ կստանան անչափ կարևոր գիտելիքներ, երկրորդը կսկսեն ճանաչել իրենց խնդիրները, հատկապես հորմոնալ խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում կդիմեն համապատասխան մասնագետին։ Շնորհակալ եմ։